Մայիսի 1-ին Բերդի համայնքային մշակույթի տանը կայացավ «Բարի լեզուն տավշոշնչով» փառատոնը, նվիրված Բարի միջազգային օրվան։ Միջոցառումը բացառիկ էր թե իր մասշտաբով, թե մասնակցությամբ, համախմբելով Բերդի տարածաշրջանի բոլոր բարի խմբերը։ Ոչ միայն արվեստ է, այլև հոգու լեզու, որը միավորում է սրտերն ու մշակույթները փոխանցելով սեր, ուրախություն և հույզեր։ Առաջին անգամ մշակույթի տունը մեկ հարկի տակ հնարավորություն է ընձեռնում Բերդի տարածաշրջանի բոլոր պարային համույթներին հանդես գալու և իրենց արվեստը բոլորից ներկայացնելու։ Բեմում իրենց արվեստն ու սիրո խոստովանությունը պարին արտահայտեցին շուրջ 270 երեխա, կատարելով ազգային, ժողովրդական ու ժամանակակից պարեր։ Փառատոնին հատուկ շունչ հաղորդեց նաև բյուրեղավանից ժամանած ծիլք, ազգային երգի և պարի համույթը, որը ջերմ ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Միջոցառման նպատակն էր մեկ հարթակում միավորել տարբեր խմբերի, տարբեր տարիքի երեխաների, բարի ուժով ձևավորելով համախմբվածություն։ Մենք հպարտացանք այսօր, իսկապես ես նստած մի քանի անգամ հուզվեցի, որովհետև ականատես եղանք, կարծում եմ բոլորդ նմանատիպ զգացողություն ունեցաք։ Ականատես եղանք, որ այդ մշակույթը դեռևս դարերի խորքից եկող այսօր շարունակվում է։ Մենք բոլորս ականատես եղանք մի կարևոր ճշմարտության, տավուշում մշակույթը ապրում է։ Այդ կյանքի ամենավառ, ամենապայծառ վկայությունը այս բեմում հանդես եկող շուրջ 270 երեխաներն են։ Փառատոնի ավարտին Բերդի մշակույթի տան տնօրեն Մարիետա Մանուչարյանը մրցանակներ և պատվոգրեր հանձնեց բոլոր պարուսույցներին, իր ախտագիտություն հայտնելով իրենց նվիրված և բազմաշնորհ աշխատանքի համար։